Ամեն մարդ չի կարող գնա սահմանին ապրի ու աշխատի։ Հա, ճիշտ ես ասում։ Այդ դրա համար էլ ասում եմ, որ հայրենիքն ու հայրենասիրությունը սկսվում է սահմանից։ Այնտեղ ապրող երեխու ապագան կերտելով։ Իսկ մենք ինչ ենք անում։ Մեր հայրենիքից նեղանում ենք, գնում ենք օտար երկիր, որ ինչ անենք, հայրենիքի կարոտ քաշենք։ Որոշում կայացնողը դու ես, Սիմոնյան, ստեղ կապրես թե օտար երկրում, բայց օտար երկրում սենյակում Արարատի նկարը կախելով, հայրենասիրական երգեր երգելով, հայրենիքի մասին կենացներ խմելով, հայրենիքը չեն սիրում։ Հայրենիքը սեփական երկրում ապրելով, շենացնելով ու կառուցելով են սիրում, ոչ թե հայրենիքից նեղանում թողում գնում են։ Լավ, դուք նստեք, ես գնամ հանդիպում ունեմ։ Բա բանալիներ հետ։ Դե կմտնեմ կվերցնեմ, մի անգամից կգնամ։ Լավ։ Սիմոնյան, աղբորպես իմ ասածներից չնեղանաս, հա։ Դու գիտես, որ ես ճշմարտությունը թաքցնել, չասել չեմ կարողանում, ախպեր։ Գիտեմ։ Տես, եթե կորոշես իմ առաջարկը ընդունել, սահմանամերձ գոտիներում ես քեզ կարամ օգնեմ, որ համ աշխատանք գտնես, համ էլ հարմար տուն ապրելու համար։ Շնորհակալ եմ, Վան ջան։ Ապրես, ապրես, Վան ջան, շատ ապրես։ Ես մի հատ որ տվել եմ ինչա։ Թող անցնեմ։ Անցնելու վարձը մի հատ պաչի կա։ Թանել չէ փրկած մածուն։ Եթե ինչի տենց որ։ Որովհետև տենց եմ ուզում։ Լավ, մի անգամից ուրիշ բաներ ես մտածում։ Ինձ մենակ թուշը տեի պաչելու։ Անհա։ Ես քեզ սիրում եմ։ Չես վերցնում։ Ոչ, Ինչի։ քնածը։ Պարզը։ Մամ, Լսում եմ, Վան ջան։ Տիկինի դա բարև ձեզ։ Բարև, Վան ջան։ Լավ ես։ Լավ եմ, դուք ո՞նց եք։ Փառքասով լավ են։ Դե գիտեմ որ զանգել ես Անուշիս հետ խոսես, հիմա կփոխանցեմ հեռախոսը։ Հա, բայց եթե զբաղված է, կարող եմ ավելի ուշ զանգել։ Ինչ զբաղված, Վան ջան։ Հիմա մի րոպե։ լսում եմ։ Իսկ ես հույսս կորցրել էի, որ քո ձայնը կլսեմ այսօր։ Ինչով կարող եմ օգնել։ Ասում եմ, եթե ժամանակ ունես, մի քիչ դուրս գանք քայլենք։ Ժամանակ գուցեև ունեմ, իսկ այդ ցանկություն այդքան էլ ոչ։ Ինչ է։ Բայց թող մնացել են այն ժամանակները, որ ամեն մեկը իր համար պետք է ինչ-որ բան պատրաստի ուտի։ Որը մնացեն լավ հարաբերությունները։ Մեր լավ հարաբերությունները Կարո ջան, մնացին սարի ետևում։ Իլյուզիա էր, չկա, կորավ։
Տենց, հա։ Ու գիտես ինչի, որովհետև դու լանջին ու ներկայությամբ ինձ ստորացրեցիր ու պաշտպանեցիր Անուշին։ Լավ, Լիդիա։ Ինչ։ Ես Անուշին չեմ պաշտպանում։ Ես ուղղակի ճշմարտությունն եմ ասել։ Նաև շարունակում է։ Լսի, Լիդիա ջան։ Չէ, դու լսի, Կարո ջան։ Դու այսօր ինձ ստորացրեցիր լանջին ու ներկայությամբ ու ես դա քեզ չեմ ներելու։ Լանջունին իմ ասածները շատ լավ հասկացավ ու ընկալեց։ Այդ դու ես, որ Մարիա Անուշի անունը լսում ես, միանգամից ոգևորվում ես։ Կարո, իրոք հավեսը չունեմ, նյարդերը չունեմ, գնա։ Տենում ես, հենց ինձ մասին խոսում եմ, այդ մեջիդ օծը արտանում է։ Կրկնում եմ, հավեսը չունեմ, քո հետ խոսելու ոչինչ չունեմ, գնա։ Դե որ հավեսը չունես, ուրեմն դու գնա մի բան սարքի հաց ուտենք։ Հիմա վազելով։ Ես է կգնամ ուրիշ տեղ հաց կուտեմ։ Ես կգնամ ուրիշ տեղ հաց կուտեմ։ Գնա, քեզ ով է պահում։ Զարմանում եմ ես իմ վրա։ Քո նմանի պատճառով ես իմ պապայի հետ վիճեցի։ Աներոջ ես հանկարծ չխառնես այս հարցում։ Ինքը քո անները չի։ Ու գիտես ինչի, որովհետև մեր մեջ ոչինչ չկա։ Ընդհանրապես։ Ես քեզնից կբաժանվեմ։ Ու այս անգամ օրինական, թղթով։ Շատ լավ։ Բայց ուզում եմ իմանաս, որ ես քեզ շատ եմ սիրում։ Ու ես չեմ պատրաստվում քեզնից բաժանվել։ Այդ իմացի։ Չեղավ առ այդ տղեն։ Վերջ միշ, մագային մինչև տուն ճանապարհեցի, կարան գնանք արդեն։ Իսկ կարող է Դավո ջան մագային կողքի գյուղ է իր ճանապարհում։ Ինչ եղար այ ախպեր 20 րոպեա քեզ եմ սպասում։ Դե լավ ներելի է։ Մեծ հարց տամ էլի Դավ։ Մագայի հետ այսօր ամեն ինչ նորմալ էր։ Հա, ինչի։ Ես իմ ախպեր Ես վերջի տարիներին չեմ հիշում ինքը քանի անգամ իմ հետ sense adekvat ու նորմալ վերաբերվել։ Դե աշխատում եմ, միշտ ջան։ Իսկ մենակ այդ ուղղությամբ ես աշխատում եք կռիս։ Դե սկզբում չէի մտածի, բայց հիմա ոնց որ սիրահարվում եմ միշտ։ Արա ինչ ոնց որ ակնհայտ սիրահարված ես դու ախպերս։ Եթե դու չես հասկանում այդքանը, ես քեզ ասում եմ վստահ եղի, դու սիրահարված ես։ Դե հա կան նման բան։ Բայց ախպերս մի բան է ասեմ չնեղանաս։ Ինչ։ Մի քիչ բարդ հալնելու իր այդ ախպեր։ Արյանայի պատմությունը նկատի ունես։ Չէ, այ ախպեր, Արյանն այստեղ կապ չունի։ Արյանն ինչ արե չի արե, իրանով է արե, մական կապ չունի այդ պատմությունների հետ։ Ուղղակի ուզում եմ ասեմ մի քիչ բարդ բնավորություն ունի, էլի։ Դե միշտ բոլորս մի բնավորություն ունենք, բայց դե հարազատի ընկերների հետ շփվելուց այդ բնավորությունը փոխվում է։ Հիմա ինչ ուզում ես ասես, դու առաջվա միշուն ես։ Չէ, այդ բավ 100% ճիշտ ես ասում Դավս։ Մարին ինչ շատ է փոխել։ Դա տենում ես ախպերս։ Լավ, քել արդեն տանկում քայլենք, ոնց որ ուշ ախպեր։ 10 քիչ եմ հասցրի անեմ։ Ալո։ Դիք զանգել էիր։ Հա, Նար ջան։ Ուզում էի շնորհակալություն հայտնեի։ Ինչի համար։ Դե որ համոզեցիր ձեր հետ գամ շատ լավ անցավ։ Իմ համար էլ։ Իրականում Միշոն ախպերս է, բայց այդ դասարանի հետ շփումս չի ստացվում, եթե դու չկաս։ Ինքնագնահատականս բարձրացավ, Նար։ Չգիտեմ ուր, բայց ահա որ դուրս գալիս է, որ տենց լավ բաներ ես ասում։ Դենես չի դու շատ համեստ ես։
Իրականում ինձ էլ քո հետ շատ կոմֆորտ ու հավես է։ Ապրես որ եկար մեր դասարան։ Իսկ Միշոն եկել է։ Ուզում ես հասկանաս դեռ Մարիի հետ է։ Դե չէ, անհանգստանում էի ուղակի, որ հանկարծ քեզ չնեղացնի, որ այս ժամին իմ հետ ես խոսում։ Իմ համար ես անհանգստանում։ Դե նար ես իմ բոլոր հարազատ մարդկանց համար էլ միշտ անհանգստանում եմ։ Լավ, նար, գնա հանգստացի, վաղը կտեսնվենք։ Բարի գիշեր։ Բարի գիշեր։ Հարազատ։ Մարի։ Մարի։ Հա, մամ։ Ուզում էի խոսեինք։ Մամա, եթե լինում թեմայով ենք խոսելու, ես չեմ ուզում։ Ու ինձ չստիպես այդ մոնստրին լավ վերաբերվեմ։ Մի մոռացի, որ ես դեռ քեզ ու տատկին չեմ ներել։ Ես ընդհանրապես խնդրում եմ, որ թույլ տաս բացատրեմ, թե ինչ է տեղի ունեցել։ Մամ, խնդրում եմ, էլ մի շարունակի։ Եթե շարունակես, ես նորից տանից կգնամ։ Վերջ, այդ էտապն արդեն անցել ենք։ Ու լավ գիտես, որ ես թույլ չեմ տա, որ դու որևէ տեղ գնաս։ Ուրեմն ինձ հանգիստ թող։ Ես էլ կհամարեմ, որ իմ կյանքում ոչ մի բան չի փոխվել։ Լավ, դա արդեն հասկացա։ Ես ուզում էի դասարանում կատարվածի մասին խոսեինք։ Հա, ինչ ես ուզում իմանաս։ Ուզում եմ իմանալ իրոք դուք չեք այդ ամենը կազմակերպել կամ տեղյակ չեք ով է կազմակերպել։ Մամ, ոչ մեկս չգիտի։ Մենք էլ ենք ուզում պարզել, բայց ոչ մեկ մտքներովս չի անցնում։ Աստորեն դուք էլ եք ուզում պարզել։ Ահա։ Չենք ուզում ուրիշի արածի համար պատասխան տալ։ Այդ առումով դու հանգիստ եղիր։ Ես երբեք թույլ չեմ տա, որ ձեզ ինչ-որ մեկը նեղացնի կամ չարածի համար պատասխան տաք։ Մամ, եթե մենք չգտնենք ով է իրական մեղավորը, Լանջոնն ու Լիզան մեզ հանգիստ չեն թողնի։ Մարի, դա թող ինձ վրա։ Այդ բոլոր հարցերը ես կկարգավորեմ։ Վստահիր ինձ։ Իսկ դու խնդրում եմ խոսիր երեխաների հետ ու այս ընթացքում փորձեք ուրիշ ինչ-որ պատմությունների մեջ չընկնել։ Մամ, եթե մենք չհասկանանք, թե իրականում դա ով է արել, ստիպված ենք լինելու ուրիշի արածի համար պատասխան տալ։ Մարի, ասում եմ հանգիստ եղիր։ Ես թույլ չեմ տա, որ դուք չարածի համար պատասխան տաք։ Մարի, Հա, մամ։ հիշիր, որ ես քեզ շատ եմ սիրում։ Ես էլ քեզ, մամ ջան։ Միշ, ես ինչ հաշիվը։ Ես ինձ Կալապար չունեմ։ Հա ինչ ա եղել։ Քեր ջան, ես կարող է այսօր հարսանիքը տա։ Ինչ հարսանիք, ինչ բան։ Իմ պարավը թող բուժվի գա, ինձ դեռ երեքա։ Բաբջան, բայց լուրջ ես ինչ խաբար ես։ Հարսանիքիդ կոստեն չես հանե հարդար ես ընդ սիրուն դրե։ Ինչի, վատա չի կարելի։ Չէ, ով ասում վատական չի կարելի։ Ուղղակի պատճառն է էլի հետաքրքիր ինչի համար։ Կարևոր հանդիպում ունեմ։ Պրծանք։ Արդեն հետաքրքիր է։ Շատ, բայց ինչ հանդիպում է, բա։ Հետո կիմանաք։ Թողեք հանգիստ կոֆես խմեմ։ Գնացեք դասի ուշացաք։ Երջան, դու հանգիստ տեղի, մենք չենք ուշանում։ Դու ավելի լավ ասա, այդ ինչ հանդիպում է։ Թե չէ այսօր ամբողջ օրը ես ու Միշոն այդ հանդիպման մասին եք մտածել ու դասերի վրա չկենտրոնանանք, չէ՞ Միշ։ Հա, բա ոնց։ Ինչքանը որ պետք էր, այնքանը իմացաք։ Վերջ։
Լավ, պապ ջան, չես ասում մի ասա։ Իրիկունը պարտադիր պես պետք է պատմես։ Թող ամեն ինչ նորմալ անցնի։ Հələ մի հատ էլ մաղարի չեմ անելու։ Ոնց որ լուրջ պա։ Դե որ սենց լուրջ է, պապ ջան։ Մեծ լավ առաջարկ ունեմ։ Սեյնակումս մի հատ ընտիր օծանելիք ունեմ։ Էդի վերցրած ան հեսօր։ Դա ջան, ինձ քո օծանելիքը պետք չի, հա։ Գնացեք դպրոց, հա, ուշացաք արդեն։ Գնանք նարես։ Մի շեստիկոյի հետ եմ պայմանավորվել, իրա հետ եմ գալու։ Նարը ջան, ես վերջերս ոնց որ շատ ես այդ տիկոյի անունը տալիս։ Դուրս չես գալի արդեն գիտես։ Գիտես Միշ, ինձ էլ շատ բաներ դուր չեն գալիս, բայց ես դրա մասին չեմ խոսում, փոխարենը լռում եմ։ Չհասկացա։ Միշո։ Միշ, այն օծանելիքդ ասում ես որտեղ ես դրել։ Մա, դուրս ես գալիս։ Հա, Շուշի ջան, Իդայի հետ դուրս ենք գալիս, երկու խանութ պիտի քինանք։ Ինչ խանութ։ Դե կտոր-մտոր պիտի առնենք, տենց մանր-մունր բաներ։ Սումիչկեք պիտի կարինք։ Ման, բայց քո ձեռքին փող չկա, ոնց ես դրանք վերցնելու։ Իդան ավարկ վերցնում։ Մամ, ինձ դուր չի գալիս այդ վարկի միտքը։ Ինչի։ Իդան կվերցնի, ես էլ կփակեմ։ Իսկ եթե Իդայի մտքին մի բան ա լինում, էլ փոխել չի լինի, գիտես։ Մամ, բայց ինչի դու չես վերցրել, ինչի ա տիկին Իդան վերցրել, եթե այդ գործը դու ես անելու։ Դե որովհետև Իդային էին զանգել, բանկից զանգեցին, ինքն էլ վերցրեց։ Հանգիստ տեղի, մենք վարկը նորմալ կփակենք։ Չհասկացա, ով էր զանգել։ Դե ասեցի բանկից էլի։ Մամ, ամեն դեպքում զգույշ եղեք։ Շուշի ջան, քո կարծիքով ես կուճի խոխա եմ, որ չեմ հասկանում։ Դու եկել ես ինձ հիմա դաս ես տալիս։ Մամ, չեմ ասում կուճի ես, ուղղակի ասում եմ, որ զգույշ լինեք։ Այդ վարկը ամեն ինչը, ինչ անում եք, հաշվարկեք, որ վերջում ինչ-որ վատ բան դուրս չգա։ Շուշի ջան, հələ գործը չսկսած դու արդեն վատ բաներ ես ասում, հանգիստ մնա։ Մամ, մի նեղացի, ուղղակի անհանգստանում եմ։ Հետո էլ ասում եմ կուճի խոխաչում։ Ես գնացի։ Հաջողություն բալես, ուշադիր կլինես։ Էլով դիմանա։ Մարի ջան, բասեցիր գնում ես։ Ես ինչ գեղեցիկ ծաղկե փունջան։ Ո՞վ ա ուղարկել։ Չգիտեմ ով ա ուղարկել, բայց մամայի համար է։ Ես արդեն գլխի եմ ընկնում։ Թե դա ում ձեռքի գործն է։ Մենակ նա կարող էր սես ճաշակով ծաղկե փունջ ուղարկել։ Գիտեմ ում մասին ես խոսում, բայց ասեմ, որ այս աշխարհը բանով չի սահմանափակվում։ Մամաս երիտասարդ կին է ու կարող է ուրիշ երկրպագուներ ունի։ Ես այդ ուրիշներին ցես կտամ, եթե իմանամ, որ այս ծաղկեփունջը ուրիշն է ուղարկել, անմիջապես պատողանից դուրս կնետեմ։ Լավ, դե ավելի լավ մամային կանչենք, հարցնենք ումից է։ Մամ։ Ծառոց ունես, արի։ Շփաթային ծամրոց։ Էս քո ծառոցը, էս էլ սիրուն ծառիկները։ Շատ մեծ ծամրոց է։ Չես կանգնել։ Բացիր տեսնենք, նիցա։ Մամ, տատիկը ճիշտ է ասում, ինձ էլ է շատ հետաքրքիր, թե մեջը ինչ կա։ Ինչու ես կանգնել։ Բա ինչ անեմ։ Բար ծաղիկները դե ջրի մեջ։ Ես դա կանեմ։ Դու տուփը բացիր տեսնենք մեջը ինչ կա։ Թե չէ հետաքրքրությունից հիմա ճնշումս կբարձրանա։
Չի կարելի այդքան հետաքրքրասեր լինել։ Ու հետո միգուցե ես գաղտնիքներ ունեմ։ Մամ, գաղտնիքները վերջում լավ չեն ավարտվում, բոլորս իրարից նեղանում ենք, այնպես որ բացի տեսնենք մեջի ինչ կա։ Ոնց հասկանում եմ, ես սեզանից վրձում չունեմ։ Մամեկ ի՞նչ է։ Բանալի է։ Տեսնում ենք, որ բանալի է։ Հետաքրքիր է, ինչ բանալի է։ Ումից է։ Ինչի համար։ Վանի տան բանալի կրկնօրինակն է, մամ։ Ուղարկել է ուղղակի ապահովության համար, որ եթե հանկարծ ինչ-որ բան պատահի կամ ինչ-որ բանի կարիք լինի, ես ունենամ ինձ մոտ։ Ուզում ես ասես, աչքերը դրա համար հա տենց փայլեցին։ Լավ, տատիկ, կարևորը բացեց տեսանք մեջի ինչ էր։ Մնացածը մաման կարա մեզ չասի։ Դե լավ, ես գնացի, երեխեքին ինձ են սպասում։ Պակա։ Պակա։ Ինչու ես այդպես նայում, մամ, ընդամենը բանալի է։ Ընդամենը բանալի։ Ընդամենը։ Թորոս։ Այդ ինչ հետաքրքիր բան ես տեսել հեռախոսի մեջ, որ նույնիսկ իմ գալը չնկատեցիր։ Վայ Լանջունի ջան, կներես, բարի օր։ Ողջույն։ Ասա տեսնեմ, ինչ էիր նայում։ Մի սիրուն զարդ էի տեսել, էդ էի ուսումնասիրում։ Զարդ։ Ինչ զարդ։ Ցույց տուր տեսնեմ։ Շուտով իմ ու կնոջս ամուսնության օրն է, ուզում եմ սենց մի հատ զարդ նվիրեմ, դա էի ուսումնասիրում։ Հա, այ հիմա հասկացա։ Դե թե իմ օգնության կարիքն ունենաս, անպայման կդիմես։ Գիտես, Լանջունին շատ ճաշակավոր կին է։ Լանջունի ճաշակի վրա ով կասկածի, բայց իմն էլ վատը չի, մանավանդ որ գիտեմ սիրունից ճաշակը։ Պարզ է, փաստորեն իմ օգնության կարիքը չունես։ Այդ հարցում չի, չունեմ, բայց մի հարցում շատ ունեմ, Լանջունի ջան։ Ասա տեսնեմ ինչ։ Ասում եմ ինչ կլինի, այս ամիս բան անեք էլի, այդ պրեմիա գրեք, այս ծախսերի տակ ես նամուսով դուրս գամ էլի։ Վայ, Թորոս, ես նվաղում եմ, երբ դու պրեմիայի անուն ես տալիս, քիչ եմ անում խելագարվեմ։ Լավ էլի, Լանջունի ջան, ինչ խելագարվել, ինչ նվաղել, այդ ցավը տանեմ։ Բա իմ նման նվիրալ աշխատողին չտակ ում տակ, համել ես են մարդի չեմ, որ արած լավությունը ջուրը գցել։ Համել հենց այնպես չեմ ուզում, ոնց էլ էլի երեխեքը մի բան փչացնելու են դպրոցում, ես էլ սարքելու եմ, չէ, ուրեմն ավանսով եմ ուզում։ Լավ, պրեմիան կլինի, կգրեմ, կստանաս։ Վայ, շատ շնորհակալ եմ, ես քո հոգուն մեռնեմ, համ ծաղիկները կառնեմ, համ ռոմանտիկ սեղանը կպատրաստեմ, համ էլ այդ զարդը կառնեմ։ Շնորհակալ եմ։ Ցույց տուր տեսնեմ այդ ինչ զարդ է, որ այդքան քեզ դուր է եկել։ Ահա։ Հա, իսկապես գեղեցիկ է։ Ինչպես տեսնում եմ, դու իմ օգնության կարիք չունես։ Դες գնամ։ Հա։ Իսկ դու աշխատանքիդ ուշադիր եղիր, ոչ թե կանանց։ Էդի չես ասում, Լանջունի ջան։ Ես այնքան ուշադիր եմ, որ նույնիսկ ճանջի տզոց լսում եմ։ Թե չէ կմտկափոխվեմ, Թորոս։ Լավ էլի։ Հարքը շատ Տեր Աստված, չմերժեց, էս ինչ լավ ուրա բացվես։ Դա վարի գնանք ներս, ինչին ենք սպասում։ Ինչ է, սպասում ենք Միշոն, Մարին ու Շուշին գան։ Ինչի, վախենում ես չկարնան երկու քայլ անեն մտնեն դպրոց։ Ստենց վախեցող տղու նման եմ, մագա։ Դու լավ հասկացար ես ինչ նկատի ունեի։ Դու էլ հասկացար, թե ես ինչ նկատի ունեի։ Այն էլ երեխեքը։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։
Կներեք, որ մի քիչ ուշացանք էլի։ Միշ բան է եղել անտերամես։ Չէ, հա, դավս ինչ պետք է լինի։ 2 ժամը ուղակի գլխից քարոզ եմ լսում։ Ինչ քարոզ։ Հեչ մեզ հորդորում են, որ մի քիչ մեզ խելոք պահենք Լանջունու հանդեպ։ Ես ընդհանրապես ասում եմ, որ պետք չի Լիդիային ու Լանջունուն նոր թեմա տալ։ Հա, բայց նախորդ թեմաների հեղինակը մենք չենք։ Այդ հասկանում ենք, դրա համար էլ ասում ենք, ճիշտ կլինի մի քիչ հանգիստ մնանք, մինչև հասկանանք թող այդ հիմարությունների հեղինակը։ Լավ, երեխեք։ Եկեք գնանք դպրոց շարունակությունը դասարանում։ Ճիշտ է ասում, պետք չի բոլորի առաջ քննարկենք։ Շուշվոր խնդրեմ ես կբռնես։ Դե լավ ուշացանք չգնանք։ Ասինք։ Ինչ եղար, կես ժամը քեզ եմ սպասում։ Ես չեմ ուշանում, դու ես շուտ եկել։ Ես տենսն եմ, որ մի հատ լավ բանի եմ սպասում, ամբողջ գիշեր չեմ քնում։ Շատ պատասխանատու անձնավորություն դուրս եկար։ Դե ես տենսն եմ։ Դու են ասա։ Ապրանքը բերել ես։ Հա, չո բերել եմ։ Լսի, բայց սիրտս մի տեսակ կախա։ Էլ ինչի։ Դե մտածում եմ, որ մտածածը տանենք ոչ թե դասատուներին, այլ երեխեքին վնաս կտանք։ Պատկերացնում ես ինչքան վատ բան կստացվի։ Ավելի Ռեբեկա, ինչքան ժամանակա բուֆետում սուրճ չեն վաճառում երեխեքին, նենց որ հանգիստ տեղի։ Լավ, որ ասում ես, բայց նայ չոփ։ Եթե հանկարծ քեզ կասկածել են, ինձ էս պատմությունը չես խառնելու։ Հանգստացի, եթե հանկարծ կասկածեն, ես ոչ քեզ ճանաչում եմ, ոչ էլ լսել եմ քո մասին։ Օք։ Դե դու լուծողական ես։ Այսօրվա լավ տրամադրությունը պատրաստ է։ Դու գործ ավարտին հասցրու նոր։ Հանգիստ տեղի, հա։ Բայց կարող է կասկածեն։ Լավ էլի, օրը 1000 հոգի մտնում է բուֆետ։ Ինչի հենց մեզ պետքա կասկածեն։ Ես այսօր գրավոր գրելու հավես չունեմ։ Նենց որ պետքա այսօր ուսուցիչները տապալվեն։ Գնացինք։ Նախշուն, ներս մտի։ Իդա ջան, հա։ Էս ինչ ես արել։ Բայց սուրճը խմենք նոր գնանք։ Իդա ջան, ես որօրվա սուրճ խմողն եմ։ Դու չգիտես, որ ես չեմ սիրում ես Երևանի կոֆեն, իմը չայն է, չայը։ Դե հիմա թեյ դնեմ։ Չէ, մի դիր, վրազ խմենք քինանք։ Հա։ Իդա։ Հա։ Իմ ինչ ենք անելու։ Քինում ենք բանկ, ասում ենք փողերը տվեք, թե քարտի վրա է նստացնում հանում ենք։ Ասես գուցե զանգեմ բանկ ճշտեմ, հա։ Հա։ Համարը ոնց է։ Չգիտեմ, դուր տեսնեմ ինտերնետով։ Կոդ բացի։ Բարև ձեզ։ Բարի առավոտ տիկին աղավնի։ Հայ, բարև ձեզ երեխեք ջան։ Երեխեք, բայց մի բան չեմ հասկանում։ Դուք առավոտյան տանը չեք նախաճաշում, որ հենց գալիս եք դպրոց, գալիս եք միանգամից բուֆետ։ Դե որ ճիշտն ասեմ, առաջ տունը մի բան ուտում էի, նոր էի գալիս դպրոց, բայց հիմա ինչ բուֆետը վերաբացվել է, գալիս եմ ուստեղ եմ մի բան ուտում։ Հասկացա։ Լավ, ասեք տեսնեմ ինչ եք ուզում։ Առաջինը աղջկան սպասարկեք, ես մի քիչ կսպասեմ։ Օ, ասացեք խնդրեմ, ինչպիսի ջենտելմեն։ Տատիկս է դաստիարակել։ Վայ, ապրի տատիկդ, երկար կյանք ունենա տատիկդ։ Ասա Աջոն ջան, լսում եմ։ Դե ես իմ դուք առաջարկեք տիկին Աղուն ջան, ինչ կարամ ուտեմ։ Դե օրինակ թարմ խաչապուրի ունենք, բուլկի, չիփս։ Եթե ուզես կարող եմ պիցա առաջարկել։ Ինչ եղավ այ աղջիկ ջան, ինչ ես դեց բղավում։ Մուկը։ Ինչ մուկ։
Ընդեղից դուրս եկա, վազեց մտավ այն դարակի տակ։ Ուջուր մուկիկ էր։ Չի կարող պատահի, այստեղ մուկ չկա, բալիկ ջան, ինչ ես ասում է։ Բայ ասում եմ հենա, ընդեղ ա դարակի տակ ա։ Որտեղից դուրս եկավ։ Այ այնտեղից դուրս եկավ, արագ վազելով այդ ուջուր մուկիկը մտավ ընդեղ։ Բայ բալիկ ջան, ախր չի կարող պատահի այստեղ։ Ես էլ եմ ճիշտ հասած վախենում, չգիտեմ, բայց չի կարող պատահի հաստատ աչքի տայրևած այստեղ մուկ չկա, բալիկ ջան։ Այ, ինձ էլ է տեսնում, Ռեբեկա ջան, այստեղ կանգնած էինք, կտեսնեինք էլի։ Չէ, հաստատ եմ տեսել, բուջուր մուկիկ էր, ուղղակի որ ես իրանցից վախենում եմ, դրա համար էլ տենց ուժեղ բղավեցի։ Ընդեղ ա։ Ճիշտն ասած, ես էլ եմ մուկից վախենում, բայց այստեղ մուկ չկա, աղջիկ ջան, հաստատ աչքի տայրևած է, բալես։ Լավ, Ռեբեկա, արագացրա, այսա զանգը կտա։ Հա, զանգը կտա։ Ասա տեսնեմ, ինչ ես ուզում աղջիկ ջան ուտելու։ Հանգիստ այստեղ մուկ չկա, ասա։ Կներեք, բայց ես ստեղից բան չեմ կարայել ուտեմ։ Ինչի աղջիկս։ Որ մուկիկին տեսա, ես ստեղից էլ բան չեմ կարա ուտեմ։ Բայց այստեղ հաստատ մուկ չկա, աչքի տայրևած է, չի կարող պատահ այստեղ մուկ լինի։ Հանգիստ եղեք տիկին Աղուն ջան, ես ոչ մեկին չեմ ասի, որ բուֆետում մուկ եմ տեսել, թող բոլորը շարունակեն ստեղից օգտվել, բայց անկեղծ չեմ կարա ստեղից բան ուտեմ։ Աղուն տոտա, մա չամիչով բուլկ էլի դու։ Ուֆ, արվերցրու ստեղից։ Մերսի։ Այդ տղա մի հատը վերցրու։ Ասացի զեղ չա այսա։ Բայց ապրես, պստո գիտես։ Վրա։ Ասում եմ, համ խիղճը արտնացրեց, համ էլ իա պուջուր հալով ընենց արել, որ դու իրանից վախում ես։ Կատեց մը։ Ձեր վերջին գործողություններով ստիպեցիք ինձ կայացնել դատավճիռը։ Պատիժ, որը նախատեսված է ձեր եւ ձեր դասղեկի նկատմամբ։ Հետո ինչ որ պապատ մեր տանն է մնում։ Դա ոչինչ չի նշանակում, տղա ջան։ Լավ էլ նշանակում, մամա։ Եվ բալես կարելի է իմանալ ինչ է նշանակում։ Այն որ դու ցանկացել ես, որ պապան մեր տանը մնա, որովհետև իրան սիրել ես, սիրում ես ու միշտ էլ կսիրես, նույնիսկ եթե գա մի օր ու դու պապային չսիրես, միևնույնն է իրան բաց չես թողնի։ Այդ հիմարությունը ես եմ արել, ես եմ այդ խաբեբաներին տվյալներս տվել, որ կարողացել են իմ անունով վարկ ձևակերպել ու հետո թալանել։ Երեխեք, մենք ինչ որ արել ենք, դասարանի հետ կապված չի, բուֆետի հետ է կապված։ Շուտիկ կսպում եմ քեզ։ Մի հատ կասեք, նորմալ հասկանանք ինչ եք արել։ Դե ես ու Ռեբեկան բուֆետի սուրճի մեջ շուտովական ենք լսրել։ Ցնդել եք չոփիկ։ Սա էլ ձեր սուրճը, խնդրեմ։ Շնորհակալ եմ, Աղաղ Միջան։